Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է եւ փորձում ենք մնացած բաղադրիչներով աշխատել։ Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն, կարող ենք աստիճանաբար շոշափելի արդյունքներ գրանցել։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև թռիչքներ եղել են, պայմանավորվածություն կա նաեւ ավելացնելու դրանք դեպի Երևան, Գյումրի եւ ըստ այդմ Ստամբուլ, միգուցե Անկարա։ Այս մասին Օրբելի կենտրոնի համաժողովի ընթացքում ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Թուրքիայի պարագայում ես կասեի ճիշտ հակառակն է։ Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր ա եղել եւ կա շատ շոշափելի։ Պրոբլեմն է նա եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է անցել։ Թռիչքներ են եղել եւ այսօր էլ կան։ Պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները։ Հիմա եւ դեպի Երևան եւ իմիջիալոց դեպի Գյումրի եւ ըստ այդմ Թուրքիայի քաղաքներ Ստամբուլ, ենթադրում եմ Անկարա եւ այլն։ Այսինքն այդ խնդիրը մենք Թուրքիայի հետ երբեք չենք ունեցել։ Թուրքիայի հետ խնդիրը եղել այն, որ սահմանը եղել է փակ եւ դիվանագիտական հարաբերություններ չկա։ Հիմա ես պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ Թուրքիայի հետ մենք ունենք շատ, իսկապես շատ ինտենսիվ եւ բովանդակային քաղաքական երկխոսություն։ Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը, ինչպես հայտնում են լրատվականները, ցուցմունքներ են տվել տուժողները, տարբեր մարդիկ եկել են դատարան ու պատմել, թե որտեղ եւ ինչ վիրավորում են ստացել եւ այլն, կամ թե իրենց հարազատները որտեղ են զոհվել։ Վարդանյանը հերթական միջնորդությունն է ներկայացրել եւ խնդրել դատական նիստին հրավիրել Ադրբեջանի պետական սահմանապատ ծառայության ներկայացուցչին։ Գլխավոր դատախազը խնդրել է դատարանին մերժել Վարդանյանի ներկայացրած միջնորդությունը։ Դատարանը որոշում է կայացրել միջնորդությունը թողնել առանց քննության։ Հունվար-փետրվար ամիսներին հնարավոր կլինի երրորդ երկրների քաղաքացիների համար բացել հայ-թուրքական սահմանը, իսկ հետո նաև Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների համար։ Քարնեգի հիմնադրամի ներկայացուցիչ Գարո Փալյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը կբերի դրական զարգացումներ եւ կբարելավի տարածաշրջանային հարաբերությունները, հաշվի առնելով նաև Հայաստան-Ադրբեջան գործակցությունը։ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Կովկասում տիրող վիճակը պահանջում է մշտական ուշադրություն։ Այս մասին նա հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ։ Մեզ համար կարևոր է հստակեցնել կողմերի դիրքորոշումը, ամեն ինչ վերաբերում է վերջին տարբեր իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում եւ պահանջում են մշտական ուշադրություն։ Արմեն Գրիգորյանը վերջին 3 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցում է ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի նիստին։ Ըստ ռուսական պարբերականի Գրիգորյանը վստահեցրել է, որ պատրաստ է մանրամասներով կիսվել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին եւ շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար։ Միջազգային իրավական հարցերի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը վստահեցնում է, ոչ Եղիշե Կիրակոսյանի, ոչ իր օրոք Ադրբեջանի դեմ ներկայացված որևէ հայց հետ չի կանչվել։ Նման քննարկում չկա, եթե լինի, ապա ձեզ հաստատ տեղյակ կպահեմ, նշել է Անդրեասյանը, հավելելով, թե բոլոր դատական ատյաններում պաշտպանում է Հայաստանի շահերը։ Դիտարկմանը, որ նախաստորագրված պայմանագրում կա կետ, որ հայցերը պետք է հետ քաշվեն, Կարեն Անդրեասյանը պատասխանել է, նշելով, որ ուսումնասիրել է ողջ փաթեթը, գրասենյակը չի ստացել որևէ առաջարկ հայցերը հետ քաշելու։ Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը պլանավորում ենք ներդնել 2026-ի հունվարից։ Այս մասին հայտարարել է Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման ժամանակ։ Փաշինյանը ընդգծել է, որ համակարգը համընդհանուր կլինի, սակայն ոչ բոլոր ծառայությունները կծածկվեն։ Նախարարը նշել է, որ ապահովագրության փաթեթը ներառում է կարևոր ծառայություններ, հաշվի առնելով սարքավորումներ եւ բուժաշխատողների հնարավորությունները եւ վճարումների տարբերությունը կապված է միայն անձանց խմբերի հետ, որոնց համար վճարելու է պետությունը։ Մինչև 18 տարեկանները 65-ից բարձրերը եւ հաշմանդամություն ունեցող անձինք։ Մեր Գրիգորյանը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում արձանագրված հաջողությունները։ Զրուցակիցները երկուստեք ընդգծել են անցյալ տարի մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսությունը, որի արդյունքում Հայաստանի կառավարությանն է փոխանցվում վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Հանդիպմանը ներկայ են եղել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Հունվարի 28-ը զինված ուժերի տոն նախորդին, հունվարի 27-ը բոլոր պատերազմներում զոհված զինվորականների հիշատակի օր։ Հարցը խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում են քննարկել։ Նախագծի հեղինակները ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանն են։ Ըստ Ռուբինյանի այժմ կա այդ անհրաժեշտությունը սահմանելու մեկ հիշատակի օր, երբ կհարգենք հայրենիքի պաշտպանության համար բոլոր ժամանակներում զոհվածների հիշատակը։ Օրերի փոխկապակցվածությունն ըստ նախագծի հեղինակների խորհրդանշական է։ Մեզ պետք է ընտրել այնպիսի օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության օրը չէ, որովհետև եթե ընտրենք մեկ ռազմական իրադարձության օր, անհրաժեշտություն կառաջանա պարզաբանել, թե ինչու այդ օրը եւ ինչու ոչ մյուս օրը։ Եվ հետեւաբար եկել ենք եզրակացության, որ պետք է ընտրել օր, որը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ կապ չունի, բայց որը որոշակի տրամաբանություն եւ սիմվոլիզմ ունի։ Մենք առաջարկում ենք հունվարի 27-ը սահմանել որպես հիշատակի օր, երբ որ բոլորը կհիշեն զոհերին, կխոնարհվեն նրանց առաջ, իսկ հունվարի 28-ը արդեն ավանդաբար, ինչպես նշել ենք, շարունակենք նշել որպես տոն։ Էլեկտրոնային հարթակներում անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տեղադրելուց առաջ քաղաքացիները կպարտավորվեն տվյալ գույքը նախ գրանցել եւ ստուգման ենթարկել կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանի միջոցով։ Օրենքների նոր փաթեթի հիմնավորմամբ սա միտված է անշարժ գույքի շուկայում առաջարկությունների որակի բարձրացմանը։ Խնդիրն այն է, որ այժմ անշարժ գույքի վաճառքով զբաղվող կազմակերպությունները առաջարկում են գույքեր, որոնցից շատերը փաստաթղթավորման հետ կապված խնդիրներ ունեն։ Պատգամավորներին սակայն մտահոգել է այն հարցը, որ այս փոփոխության հետևանքով գնորդները զրկվելու են թեկուզև փաստաթղթերի հետ որոշակի խնդիրներ ունեցող անշարժ գույքի վաճառքի վերաբերյալ հայտարարությունները տեսնելու հնարավորությունից։ Պայմանական գույքա հողա, որի վրա կիսակառույց կա, որը պետական գրանցում չունի։ Գույքա թե չէ։ Հիմա ձեր տեսանկյունից կարող է կադաստրը քանի վկայական չունի, գույք չի։ Ենթադրենք կա մի գնորդ, որը ուզում է այդ գույքն էլ տեսնի։ Հիմա իր համար դա էլ է հետաքրքիր։ Հետևից կգնա կառնի թե։ Եթե դա հող ունի սեփականության վկայական եւ վրան կա օրինակ ինքնական կառույց եւ դա արկա է մեզ մոտ տեղեկատվությունը, մենք ասել ենք հարգելիներս, իմացեք, որ այս հողը ցուցակագրվում է եւ իր վրա կա այսքան քառակուսի մետր ինքնական շինություն։ Եթե գնորդին էլ հետաքրքիր է, թող գնա այդ հանգամանքի այդ լույսի ներքո իր գործարքը իրականացնի։ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով ըստ Սիրունյանի Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի համար նախատեսված է 3 միլիարդ 516 միլիոն 898 հազար դրամ ծախս, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 53 միլիոն 126 հազար դրամով կամ 1.5%-ով։ Քննչական կոմիտեի ծախսերն էլ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով կազմում են 19 միլիարդ 205 միլիոն 877 հազար դրամ։ 2025-ի համեմատ ծախսերը աճել են 219 միլիոն 653 հազար դրամով կամ 1.2%-ով։ Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելքը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդությունը։ Դատական նիստը ընթացել է դռնփակ, իսկ նիստի մասին ծանուցում եղել է 3, երբ ներկայացվել է միջնորդությունը։ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը տեղեկացրել է, որ նախկին նախագահի խափանման միջոցը շարունակում է մնալ գրավը։ Եթե չնչին հիմնավորում լիներ, դատարանը կբավարարեր միջնորդությունը, նշել է նա։ Նույնիսկ եթե ես վստահ եմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ թաղես, իմ երկիրն է, ես իրանց երկիրը չէ, իմ երկիրն է, ես իմ երկրից ուր պետք է փախչեմ։ Երեքամյա Տիգրանի քույրն ու եղբայրը ժամանակավորապես տեղափոխվել են Հով երեխաների պաշտպանության կենտրոն։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջության սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։ Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի հրատապ նիստ էր հրավիրվել Ճամբարակի համայնքապետարանում։ Քննարկվել են երեքամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցեր, այդ թվում Տիգրանի քրոջ եւ եղբայրների հետագա խնամքի հարցը։ Ամերիկայի Լուիսվիլ քաղաքի օդանավակայանի մոտակայքում բեռնատար ինքնաթիռ է կործանվել։ Կենտուկիի նահանգապետի տեղեկացմամբ 7 մարդ է մահացել, 11-ը տուժել։ Ինքնաթիռը պետք է թռչեր Հոնոլուլու, բայց բռնկվել է թռիչքուղու վրա։ Մի քանի վայրկյան անց պայթյուն է տեղի ունեցել եւ օդանավը կործանվել է։ Կործանման պատճառը կարող է լինել շարժիչից բռնկումը։
Ռոնալդ Ռեյգանի անվան Վաշինգտոնի ազգային օդանավակայանում երեքշաբթի օրը ռումբի սպառնալիքի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները։ Սպառնալիքը ուղղված էր Հյուսթոնից եկող United Airlines Boeing 737 չվերթին։ Ինքնաթիռը մեկուսացվել է, իսկ 89 ուղևորն ու 6 անձնակազմի անդամները տեղափոխվել են տերմինալ։ Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննությունը։ Ֆիլիպիններում մոլեգնող Կալմայգնի թայֆունի զոհ է դարձել ավելի քան 40 մարդ։ Թայֆունը հարվածել է երկրի կենտրոնական շրջաններին։ Տարերքի պատճառով տարհանվել է մոտ 387,000 մարդ։ Զոհվածների մեծ մասը Սեբու նահանգից է։ Ջրհեղեղները աստիճանաբար նվազում են, սակայն էլեկտրականության եւ կապի խափանումները դեռևս առկա են։ Բացի այդ, չեղարկվել է ավելի քան 180 ավիաչվերթ։ Հնդկաստանի Չհանգիսգար նահանգում ուղևորատար գնացքի եւ բեռնատար գնացքի բախման արդյունքում զոհվել է 11 մարդ, 20-ը վիրավորվել են։ Վթարը տեղի է ունեցել 60-ից 70 կմ/ժ արագությամբ գնացքների բախման պատճառով անտեսելով կարմիր լուսացույցը։ Հնդկաստանում գնացքների վթարները հաճախ են լինում հիմնականում մարդկային սխալների կամ հնացած ազդանշանային համակարգերի պատճառով։ Քննչական կոմիտեն 2026-ին մեկ ծրագիր է իրականացնելու 5 միջոցառումով։ Հաջորդ տարի, ի տարբերություն այս տարվա, մասնագիտական վերապատրաստման կրթաթոշակներ չեն տրամադրվի։ Քննչական կոմիտեի կողմից իրականացվելիք մեկ հիմնական Հայաստանի Հանրապետության քննչական ծառայություններ ծրագրի ծախսային պարտավորությունը կազմում է 19.2 միլիարդ դրամ։ 2025-ին այդ թիվը կազմել էր 18.98 միլիարդ դրամ։ Ծրագրի նպատակն է քրեական դատավարության օրենսգրքով կոմիտեի իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ նախաքննության կազմակերպումը եւ իրականացումը։ Տնտեսվարողներից դժգոհություններ են ստացել падգամավորները, ասում են պետական եկամուտների կոմիտեի ու քննչական կոմիտեի աշխատակիցները իրենց գործողություններով խոչընդոտում են բիզնեսին։ Քննչական կոմիտեի նախագահն էլ հակադարձում է, օրինակ խուզարկությունը ինքնին օրենքի սահմաններում այնպիսի գործընթաց է, որը այսպես թե այնպես միջամտելու է տնտեսվարողների աշխատանքին։ Երբ որ մենք ստանում ենք նախնական հաշվարկ, մինչև ստուգում նշանակելը նաև նախնական հաշվարկը ըստ էության մենք ինքներս ենք ճշտում, նաև որոշ դեպքերում ստուգում կատարող կամ նախնական հաշվարկը կատարող պետ տեսուչներին հարցաքննում ենք։ Տնտեսվարողների կողմից բարձրացված մյուս հարցը պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմվող ակտերի վերաբերյալ էր։ Ակտերը, որոնք գրվում են, դեռ չապացուցված փոխանցվեք քննչականին։ Արդյոք այստեղ մենք մեխանիզմ ունենք, որ լինի տեսչական մարմնի ակտեր, թե հարկային ակտեր, որոշակի ապացուցողական ընթացակարգ պետք է անցնել։ Երբ որ մենք հաղորդում ենք ստանում նախնական հաշվարկի հիման վրա, հաղորդում են ներկայացնում, նաև նախնական հաշվարկի հիմքում դնում են որոշակի փաստեր։ Սա մեզ համար բավարար է, երբ որ նայում ենք, որ նախնական հաշվարկում արձանագրված վնասի չափը գերազանցում է օրենսդրորեն նախատեսված նվազագույն շեմը, վարույթ ենք նախաձեռնում։ Քննչական կոմիտեի նախագահի խոսքով իրենք նախնական հաշվարկի հիման վրա անձանց օրինակ որպես մեղադրյալ չեն ներգրավում, նման միջնորդություններ չեն էլ ներկայացնում։ Նախնական հաշվարկի հիմքում դրված փաստերը քննչական եւ ապացուցողական ընթացակարգերով են անցնում։ Արագածոտնի մարզում ողբերգական վթար է տեղի ունեցել, բախվել են Մերսեդեսը, Գազ 3110 ու Վոլվո բեռնատարը։ 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները օպերատիվորեն ժամանած Ապարան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Նրանք տեղափոխվել են Ապարան բժշկական կենտրոն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Ժամանել են փրկարարության Արագածի Շեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի բարեկները։ Դեպքի վայրը ժամանել նաև Ապարան խոշորացված համայնքի ղեկավարը Կարեն Եղիազարյանը, ում հանձնարարականով էլ ոչ էլ սպասում են, որպեսի ժամանի ճանշինը, քաղաքապետարանի աշխատակիցները մաքրելու են տարածքի, երբ քննչական գործողությունները ավարտվեն։ Նոյեմբերի 4-ին Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են BMW X5-ը եւ Opel Astra-ն, 3 հոգի վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին վաշտի բարեկները։
Նոյեմբերի 4-ին Շաշատի օգոստոսի 23 փողոցում բախվել են 27-ամյա Կարենի Մերսեդեսն ու 37-ամյա Վոլոդիայի Volkswagen-ը։ Մեկ հոգի տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն, անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալ։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Ի դեպ դեպքի վայրում պարեկները օփել են հայտնաբերել դրա մասնակցությունը վթարին պարզվում է։ Այնուհետև բախման հետևանքով Մերսեդեսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու հայտնվել այս վիճակում։ Նոյեմբերի 4-ին Պրոշյան բնակավայրի վարչական տարածքում մեքենա է հայրվել։ Մերսեդեսի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածումը կանխել, ապա մարել են Մերսեդեսի վարորդը, քաղաքացիները, բեռնատար մեքենայի մի վարորդ ու ոստիկանության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Հետո արդեն ժամանած Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները հովացման աշխատանքներ են կատարել։ Հասկում վարորդը նկատել է կրակ եւ ծուղ, կայան լավա ճիշտ է կողմնորոշվել կայանել է ավտոմեքենան, ապա պարեկների հետ են, չէ՞ բան արել թե քաղաքացիների, ապա քաղաքացիների եւ պարեկների հետ մարել են ավտոմեքենայում առաջացած Եվ Կորեայի ձորում ճանապարհի վերանորոգման ակտիվ աշխատանքներ են։ Ճանապարհաշինարարներն ամբողջությամբ նոր ճանապարհ են կառուցում։ Մոտ 10 մետր լայնությամբ է լինելու ճանապարհը, կահավորվելու է երկաթե պաշտպանիչ պատնեշներով, անցկացվելու է արտաքին LED լուսավորություն։ Աշխատանքներից հետո ճանապարհը կդառնա առավել անվտանգ։ Քանի անգամ այստեղ փլուզումներ տեղի ունեցավ, փրկարարները օրերով հերթապահություն էին կատարում այստեղ։ Սևան քաղաքի գործարանային փողոցում հակասանիտարական վիճակ է։ Տարբեր հատվածներում կենցաղային ու շինարարական աղբ է լցված, ինչի պատճառով ամենուր գարշահոտ է։ Ամբողջ տարածքը աղբի մեջ կորած է, գարշահոտ վիճակ։ Հետաքրքիր է, որ մի քանի մոտ 1 կիլոմետր այն կողմ Սևանի քաղաքապետարանն է, արդյոք սա չեն նկատել Սևանի քաղաքապետարանում խոշոր եղջերավարություններն ու ոչխարներն են արածում, գան արածելով գան մտնեն այս աղբի մեջ։ Ընդհանուր առմամբ աղբակույտերի հեղինակները հենց քաղաքացիներն են, բայց խնդիրը պետք է Սևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում լինի։ Տարածքը գարշահոտից ու աղբից պետք է անհապաղ մաքրել։ Միայն այս հատվածում չի, տարբեր տեղեր տեսնում եք։ Ու որպեսզի բնակիչներն այլևս այդ հատվածում իրենց ուզած ժամանակ աղբը չթափեն, քաղաքապետարանը վերահսկողություն պետք է սահմանի, տեսախցիկներ տեղադրվեն։ Միգուցե դրանից հետո բնակիչներն այլևս այդ քայլին չդիմեն։